Բարի լույս սիրելիներս, այսօրվանից սկսում ենք Հովհաննես Առաքյալի ընդհանրական 3-րդ նամակը։ Երիցս սիրելի Գայոսին, որին ես սիրում եմ ճշմարտությամբ։ Սիրելիս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար, այնպես, ինչպես որ քո հոգին էլ հաջողության մեջ է։ Հովհաննես Առաքյալի այս նամակը, սիրելիներս, մեկ կարևոր ճշմարտություն է սովորեցնում մեզ, որ մենք յուրաքանչյուրս պետք է ուրախանանք իրար հաջողությամբ և հատկապես, երբ որ մենք ճշմարտության մեջ ենք։ Ինչպես որ մեր հոգին է առողջ և հաջողության մեջ, այնպես էլ մեր մարմինը պետք է առողջ լինի Քրիստոսին փառաբանելու համար։ Քրիստոս ուրախանում է այս սկզբունքով, երբ իր սիրելիները, որ իր տան մեջ, եկեղեցու մեջ հավաքված են, մեկը մյուսի հանդեպ լինի հոգատար, հյուրասեր, մարդասեր, ամեն նեղության, դժվարության պահին մեկը մյուսի ցավը կարողանա կրել։ Եթե այս սկզբունքը չգործի քրիստոնեական մեր կյանքի մեջ, մենք շատ շուտ պիտի հեռանանք իրարից, որովհետև ճշմարիտ սերն է և ճշմարտությունն է, որ քրիստոնյային կապում է քրիստոնյայի հետ։ Մենք ամեն մեկս յուրաքանչյուրս գալիս ենք տարբեր տներից, տարբեր մտածողությամբ, տարբեր կրթությամբ, տարբեր հանգամանքների մեջ, բայց Քրիստոսի տան մեջ մենք բոլորս մեկ ենք դառնում։ Այլևս չկա Քրիստոսի տան մեջ հարուստ ու աղքատ, տեր ու ծառա, գիտուն ու անգիտուն մարդ, բոլորը հավասար են Քրիստոսի առջև։ Եվ այս հավասարության մեջ է, որ մենք մեկս մյուսով ուրախանում ենք, ոչ թե վերևից ենք նայում կամ արհամարհում ենք։ Եկեղեցու մեջ տիրում է կատարյալ սերը, եւ եթե այս կատարյալ սերը միայն այդ փոքրիկ շինության մեջ պիտի լինի, այնտեղից դուրս պիտի գանք եւ մենք վերադառնանք մեր կոչումին, մեր առողջությանը, հաջողությանը, մեր հարստության եւ արհամարհենք մեկին, որ այդ ամենը չունի, կնշանակի, որ մենք ճշմարտության մեջ չենք եւ մեր հոգին հաջողության եւ առողջության մեջ չէ։ Մեր հոգու առողջությունից է կախված եւ մեր հոգեվոր հաջողությունից է կախված, թե մենք ինչպիսի եկեղեցի կունենանք, ինչպիսի համայնք կլինենք կամ վերջապես ինչպիսի քրիստոնյա կներկայանանք աշխարհի մեջ։ Ես այս խոսքը շատ եմ ամեն տեղ խոսում։ Հնդիկ վարչապետը Հնդկաստանի Մահմադ Գանդին ասում էր. ես շատ եմ սիրում քրիստոնեությունը, հարգում եմ, բայց տանել չեմ կարողանում քրիստոնյաներ։ Ինչու՞։ Որովհետև այդ նույն քրիստոնյաները, ովքեր Քրիստոսի անունով հավաքվում էին, խոսում էին, քարոզում էին, իրար մեջ բազում գժտություններ ու բաժանություններ ունեն։ Դրա համար ասում եմ, սիրելիս, աղոթում եմ քո առողջության ու հաջողության համար, ինչպես որ քո հոգին էլ հաջողության մեջ է։ Եթե մեր հոգին Քրիստոսի սիրո մեջ է, Քրիստոսով է ապրում, ուրեմն մեր կյանքն էլ, մեր քրիստոնեական հավատն էլ սիրո եւ ճշմարտության մեջ պիտի աճի ու զորանա։